Երկրապահ կամավորականների միության գումարտակները մեկնում են մարտական հերթապահության, հերթական անգամ ստանձնելով հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունը։ Արդեն ավանդույթ դարձած ձևով երկրապահներին հրահանգավորում եւ անփորձանք ծառայություն է մաղթում Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Երկրապահ կամավորական միության երկրորդ հրապարակային գումարտակը շարված է մարտական հերթափոխի։ Գումարտակի հրամանատար Օգունդապետ Խաչատրյան։ ԵԿԲ երկրորդ գումարտակին ողջույն։ Պարոն հրամանատար, երրորդ գումարտակը մարտական հերթափոխի համար շարված է։ Աշխատակազմները շարժման սահմանում։ ԵԿԲ երրորդ գումարտակին ողջույն։ Ողջույն, պարոն հրամանատար։ Շնորհակալություն հայտնեմ արդեն երկար ժամանակից այդ տղեկտավեր ծառայություն խոնարհում եմ այսօր մենք գիտակցաբար անկախ տարիքից, դեմքից, դիրքից բաղում ենք մեր պետական սահմանները։ Աղոթքի եւ օրհնության խոսք է ասում հոգեվոր հայրը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, այդ մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես թե արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես երկինս եղեցի, ըստ մեր արաբազով դու մեզ այսօր, եւ թող մեզ պատից մեր, որպես եւ մեր կողմ վերոց պատապանակ։ Արժանավորյա գողությամբ փառավորել ես քեզ ընթոր եւ ընծրփող հոգույն, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն օրհնյալ գեղերուկ իշորացն սուրբ հոգույն։ Երկրապահ կամավորականների միության վարչությունը ամենօրյա աշխատանքներ են իրականացվում։ Ավագ երկրապահները ոչ միայն մասնակցում են մեր պետական սահմանների մարտական հերթապահություններին, այլև տարբեր միջոցառումների են մասնակցում, հանդիպումներ են ունենում նաև դպրոցականների հետ։ Աշակերտների հետ հերթական հանդիպումներ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Երկրապահ կամավորականների միության բաժանմունքում։ Երևանի թիվ 181 դպրոցի սաները հանդիպեցին երկրապահների հետ։ Յուրաքանչյուր նման հանդիպում վերածվում է անկեղծ զրույցի, աշակերտներին հետաքրքիր է ամեն մանրուք։ Երկրապահները խոսեցին խաղաղության արժեքի, համախմբվածության ու պատասխանատվության մասին, շեշտելով, որ հայրենիքը պաշտպանել նշանակում է սիրել այն ամեն օր, գործով, նվիրվածությամբ եւ հավատով։ Նախագծային աշխատանք ենք ներկայացնում, երկրապահության ուսուցչուհիները ու արցախյան հերոսներն են թեման բոլոր ժամանակների, արցախյան պատերազմի, ու սկսեցինք ուսումնասիրություններ կատարել, ի սկզբանե որոշել ենք, որ պետք է այցելենք զոհվածների ընտանիքներ, բայց հերոսները միայն զոհվածները չեն, այլ նաև հանդիպումներ ունենանք արցախյան առաջին, երկրորդ պատերազմի մասնակիցների հետ։ Արդեն սկսեցինք ծանոթներին խնդրել, հետաքրքրվել, ովքեր կցանկանան խոսել, ովքեր կներկայացնեն եւ մեր Իսկական ուսուցիչը Տեր Սարգսյանը ասաց, որ ունի ընկերներ, եկան Երկրապահ։ Աշակերտների համար փոքրիկ նախաբան ներկայացրեցին բաժանմունքի պատանի Երկրապահ ակումբի սաները, որից հետո դպրոցականները դիտեցին Երկրապահ կամավորականների միության պատրաստած տեսանյութը, պատանի Երկրապահ կառույցի, ճամբարային առօրյայի,
պատանիների ռազմահայրենասիրական պատրաստվածության մասին։